Վանաձորցիները շատ գոհ են ձեր աշխատանքից, նույնիսկ շատերն ասում են, որ դուք ծածկում եք քաղաքապետի վատ աշխատանք, արդյոք դուք դրա համար եք եկել։ Ես նման որակում չէի տա, որովհետև համայնքապետարանի հետ համագործակցում ենք, աշխատում ենք եւ բոլոր համայնքապետերի հետ էլ աշխատում ենք։ Մարզպետարան, համայնքապետարան խզվածք չի կարող լինել, դրանից տուժելու է քաղաքացին։ Ես առիթ կունենանք դեռ այս մասով խոսելու, ես կուզեմ ավելի պարզ խոսեմ։ Խնդիրներ տեսնում եմ մտածողության եւ ընկալումների առումով եւ դա չեմ ընդունում եւ կարծում եմ, որ պետք է համագործակցել եւ պետք է աշխատել իշահ քաղաքացու։ Ես ասել եմ ու կրկնում եմ, ներողություն եմ խնդրում, Վանաձորի փողոցներով ու մայթերով քայլող քաղաքացիներին ընդհանրապես հետաքրքիր չեն, ինչ միջանցնային հարաբերություններ ունեն մարզպետը այս կամ այն համայնքի ղեկավարի հետ։ Քաղաքացուն հետաքրքիր է, ինչ է փոխվում իր ոտքի տակ, ինչ է արվում իր քաղաքում, ինչ է արվում իր գյուղում եւ մենք պետք է աշխատենք։ Ավականու Վանաձոր խոշորացված համայնքի ավականու չգումարվող նիստերի մասին վերջապես այս խնդիրը կլուծվի թե ոչ, կարծում եմ արդեն ոչ, որովհետեւ երկու օրվա մեջ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը երկու որոշում կայացրեց, առաջինը իրավական, երկրորդը կարելի է ասել քաղաքական։ Ոչ, չի կարելի ասել։ Ինչու՞։ Քաղաքական, իսկ ինչու կարելի է առաջինը իրավական անվանել։ Որոշում կայացնողը իրավական որոշում է կայացնում։ Երկրորդ որոշումն էլ է իրավական որոշում։ Ինչով է պայմանավորված ոչ քաղաքական լինել եւ ինչու երկու օրվա մեջ մեկը մեկին հակասող որոշումներ, պարոն։ Իսկ կարող ենք ձևակերպել, որ կան մարդիկ, որոնք նախընտրություններ ունեն քաղաքապետ փոխելու եւ երբ առաջին որոշումը իրենց սրտով էր, դա իրավական է։ Բայց մենք քաղաքապետ չունենք, մենք պաշտոնակատար ունենք։ Ես դա նկատի ունեմ։ Պաշտոնակատարին փոխելու։ Երբ որ առաջին որոշումը կար, դա իրավական էր, որովհետեւ շատ մարդկանց սրտով էր նոր ընտրությունների տանել քաղաքը։ Եվ երբ կայացվեց երկրորդ որոշումը, դա քաղաքական է, ինչու՞։ Իսկ առաջինը ինչու քաղաքական չեք որակում։ Իսկ ինչու չփոխել պաշտոնակատարին։ Օրինակ քաղաքացիական պայմանագիրը շատ ավելի շատ մանդատ ունի, քան հասկը, եւ կարծում եմ, որ կլուծվի խնդիրը։ Շատ լավ, ես դատական ակտերի հարկադիր կատարողը չեմ, ոչ էլ ծառայության ղեկավարն եմ, ոչ էլ դատավոր եմ։ Թող մնա իրավական ճանապարհով ինչպես կլուծվի, այդպես էլ կլինի։